Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի հերթական նիստի աշխատանքները եւ մինչ օրակարգին անցնելը, քանի որ ընտրություններից հետո առաջին կառավարության նիստն է, ուզում եմ եւս մեկ անգամ բոլորի շնորհավորել ընտրությունների առիթով եւ ընդգծել, որ մեր հիմնական անելիքը, ինչպես եւ նախընտրական շրջանում առիթ ունեցել եմ ասելու, նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է եւ պետության վերելքը այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը ազատությունը ապահովելու միջոց է եւ մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ։ Իհարկե մենք արդեն կսկսենք կառավարության ծրագրի նախագծի մշակումները, որը իհարկե նոր կառավարության ձևավորումից հետո պիտի հաստատվի ազգային ժողովում, նաեւ այս ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ կառավարության եւ ապագա կառավարության անդամների կամ ավելի լայն շրջանակի հետ, որպեսզի մեր անելիքները, ռազմավարությունները նախորդող շրջանի աշխատանքի վերլուծություններ իրականացնենք եւ պլանավորենք։ Իհարկե լավ լուրն այն է, որ նախկին երկու դեպքերում այսքան շատ ժամանակ չենք ունեցել ոչ կառավարության կազմի, ոչ ծրագրի եւ այլ փաստաթղթերի մասին մտածելու, որովհետեւ նախորդ երկուսը եղել են արտահերթ ընտրություններ, ըստ էության շտապողականության ռեժիմով ենք աշխատել, այս անգամ ավելի հանդարտ ռեժիմով կաշխատենք սրանից բխող բոլոր արդյունքներով։ Եվ իհարկե առաջիկայում ավելի մանրամասն խոսելու, քննարկելու առիթներ կունենանք, բայց կարծում եմ հիմնական տրամաբանություն ակնհայտորեն լինելու է շարունակականությունը մեր գործողությունների եւ անելիքների, եւ դրա համար այս փուլում կարեւոր է նախորդող շրջանը ամբողջապես վերլուծենք, հասկանանք ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք, ինչն է, որ ինչից է, որ պետք է հրաժարվենք եւ որտեղ է, որ մեր արդյունքները մեզ բավարար չեն թվում եւ պետք է այդտեղ ավելի մեծ ջանքեր գործադրենք։ Իհարկե նախորդող շրջանում խոսել ենք, անդադել այդ մասին, այնպես չի, որ սա նոր խոսակցություն է լինելու, բայց այնուամենայնիվ ուշադրությունը հրավիրելու համար նաեւ այսօր նոր գաղափար եմ առաջարկել, որ գուցե ի տարբերություն նախորդ ծրագրերի մեր առաջիկա ծրագրում մենք ունենանք առաջնահերթությունների հստակ ցանկ, որոնք այնուամենայնիվ, որովհետև մեր ծրագրերը եւ նաեւ միջոցառումների ծրագրերը նախ եկեք արձանագրենք, որ ընդհանրապես պատմության մեջ չի եղել եւ չի լինելու այնպիսի ծրագիր, թե նախընտրական, թե կառավարության, որ 100%-ով իրականացվում է, այդպիսի բան ուղղակի ի բնե հնարավոր չի։ Սրա համար շատ կարեւոր է, որովհետեւ հանգամանքներ են փոխվում, նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, առաջնահերթություններ են փոխվում, բայց կարծում եմ կարեւոր է, որ մենք ունենանք առաջնահերթություններ եւ առաջնահերթությունների առաջնահերթություններ, ինչպես օրինակ նախորդ կառավարության ծրագրում հստակ արձանագրված էր, որ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է եւ մենք գերկենտրոնացած մնացինք այդ թեմայի վրա եւ արդյունք արձանագրեցինք։ Հիմա ես կարծում եմ, որ պետք է ունենանք առաջնահերթություններ եւ առաջնահերթությունների առաջնահերթություններ, եթե այդ ժանրը պարզվի, որ կարող է գոյություն ունենալ, որպեսզի ամենօրյա աշխատանքում մենք հարցերի հնարավորինս սեղմ շրջանակի վրա կարողանանք կենտրոնացած մնալ, որովհետեւ կառավարության ծրագիրը, այո, ինքը տրամաբանական ծավալի ծրագիր է, որը կարելի է շաբաթը մի անգամ թերթել, կարդալ, բայց արդեն միջոցառումների ծրագիրը ինքը շատ մեծ, շատ ծավալուն ծրագիր է դառնում եւ երբեմն շատ հեշտ է խճճվել իր մեջ նախարարությունների համար գուցե ավելի փոքր է, բայց մեկը նույնիսկ նախարարության մակարդակում է շատ ծավալուն է, նաեւ հաշվի առնելով կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգի գոյությունը, որտեղ այդտեղ արդեն են մյուս կողմից արդեն առաջնահերթությունների ընթացիկ ցանկ սահմանելու պրակտիկա ենք որդեգրել,
բայց այս անգամ կարող ենք նաև ի սկզբանե էլ փորձել դանել, չբացառելով ընթացիկ միշտ կարգաբերումները, որովհետև մենք այն գլխից ենք պայմանավորվել դեռ 2018 թվականին ռազմավարություններ ընդունելուց, որ մենք պետք է հասկանանք, որ ռազմավարությունը ինքը տենց սեպագիր արձանագրություն չէ, այսինքն ինքը կյանքի փոփոխության հետ մենք պետք է իրան անդադ ճկուն պահենք, որպես ինքը նաև զարգանալու, կյանքից վերցնելու հնարավորություն ունենա։ Այնպես որ այո, նոր փուլ է գալիս, բայց այդ նոր փուլի ամենակարևոր առանձնահատկությունն է նա, որ դա աշխատանքի ընդամենը շարունակությունն է, որը պետք է դարձնենք ավելի արդյունավետ։ Եվ այս տրամաբանությամբ էլ առաջնորդվելու ենք։ Խնդրեմ օրակարգի նախագծի վերաբերյալ կան դիտարկումներ, առաջարկություններ չկան։ Ըստ այդմ օրակարգի նախագիծը դրում է քվեարկության, ովքեր են կողմ դրա հաստատմանը, դեմ չունենք, օրակարգ հաստատված է, քննարկում ենք չզեկուցվող հարցերի փաթեթի վերաբերյալ կան առաջարկություններ, դիտարկումներ չկան, ըստ այդմ քվեարկության է դրվում